Իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով ՀՀԿ-ն կողմ է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ընդդիմադիր գործիչ Ռաֆի Հովհաննիսյանի հետ երկխոսությանը։ Հետընտրական զարգացումների Սերժ Սարգսյան եւ Ռաֆի Հովհաննիսյան հնարավոր հանդիպման մասին Civilnet-ը զրուցել է Էդուարդ Շարմազանովի հետ։ Ես մի բան կարող եմ ասել, մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը, բայց ոչ երկխոսությանը հրապարակներում, որովհետև հրապարակներում բազմաթիվ մարդկանց շրջանում երկխոսություն չի լինում, այդ հրապարակներում լինում է միտինգ, իսկ պարոն Հովհաննիսյանը որպես փորձառու նաև դիվանագետ պետք է շատ լավ գիտակցի, որ երկխոսությունը լինում է համապատասխան ֆորմատում, համապատասխան ձևով եւ համապատասխան բովանդակությամբ։ Մենք կողմ ենք քաղաքական երկխոսությանը քաղաքական օրակարգով, բայց եւ ոչ երբեք երկխոսությունը շոուի վերածելու։ Կարևորը ձևը չի, կարևորը բովանդակությունն է։ Օրակարգը, քաղաքական օրակարգը ինչ է առաջարկում Ռաֆի Հովհաննիսյանը։ Ռաֆի Հովհաննիսյանի առաջարկած օրակարգը գոնե առ այսօր ինձ համար ես այնտեղ քաղաքական օրակարգ չեմ տեսնում։ Եթե մի քաղաքական գործիչ, որին թեկուզ շատ հարգում եմ, որը թեկուզ 37% ձայն է ստացել, գնում է ծայրահեղ քայլի եւ ասում է, երբ նա կարողությունը կլինի իմ դիակի վրայով, դա այն ժամանակ, երբ որ նույն այդ քաղաքական գործչի թիմը դիմում է սահմանարական դատան եւ մենք դեռ չունենք սահմանարական դատանի վճիռը, կարծում եմ դա լուրջ չէ եւ հիմնավորված չէ։ Դա միակողմանի չի լուծումը գտնել, պետք է լինի երկկողմանի եւ մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց խելամիտ ողջունենք։ Մենք միշտ պատրաստ ենք օրակարգային քաղաքական լուրջ հարցերի շուրջ նստել եւ փոխզիջում։ Մենք այն կարծիքին չենք, որ մեր ասածները վերջին ճշմարտություններն են, բայց փոխզիջում քաղաքական օրակարգի, փոխզիջում պետության արժեվ ծառացած խնդիրների շուրջ։ Բայց եթե դու ասում ես միայն իմ դիակի վրայով կլինի ինագուրացիան, դա այստեղ որևէ տեղ չտանող ճանապարհ է։ Մաքսիմալիզմը եւ իրատեսությունից հեռու գնալը շատ վատ զենք է հենց ցանկացած այդ գործիչի համար եւ այդ զենքը կարող է շրջվել իր դեմ։ Մենք այստեղ գործ ունենք քաղաքական կապրիզի հետ։ Քաղաքական կապրիզը փակուղի տանող ճանապարհ է։ Մենք բոլորս խոսում ենք ժողովրդավարությունից։ Ժողովրդավարությունը առաջին հերթին օրինականության պահպանում է։ Ժողովրդավարությունը առաջին հերթին սահմանադրության եւ սահմանադրական իրավունքի նորմերի պահպանում է։ Ինչպես կարելի է ծրել ազգային ժողովը, եթե դրա համար սահմանադրությունը մեխանիզմներ չի ընձեռում։ Դուք ինչ եք առաջարկում, հանրապետության նախագահը, որ նաև հանրապետական կուսակցության նախագահն է, ասի իր քաղաքական թիմին կամ նաև հորդորի մնացած քաղաքական ուժերին 3 ամիս չգալ աշխատանքի, անգործության մատնվել, որևէ բան չանել, որպեսզի 3 ամիս հետո բոլորը մեղադրեն ազգային ժողովին, որ մենք անգործունյա ենք եւ 74.1 հոդվածով ցրենք ազգային ժողովը, որպեսզի թեկուզ 37% ձայն ստացած քաղաքական գործչի կապրիզը իրականացվի, դա անլուրջ է։ Այո, հանրապետական կուսակցության նախագահը հիմնական քաղաքական զարգացումների վերաբերյալ պարբերաբար իր կուսակից ընկերների հետ խորհրդակցություններ ունենում է, եւ դա բնական է։